Կառավարությունն այսօր որոշեց բնակչությունից բացի փոխհատուցել նաև ամսական մինչև 500 կՎտ հոսանք սպառող փոքր բիզնեսին։ Փոխհատուցումը կտրվի սակայն միայն առաջին 250 կՎտ համար։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով հատկացումը կարվի մինչև հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում խորհրդատվական ծառայության ավարտը։ Էլեկտրոէներգիայի 693 ավելացած արժեքը կփոխհատուցի կառավարությունը արտաբյուջեից։ Եվ հանրապետության նախագահի հետ մենք այսօր առավոտյան քննարկել ենք նաև փոքր եւ միջին ձեռնարկատերերին աջակցելու հարցը եւ որոշում ենք կայացրել կառավարության ներկայացնել այս նախագիծը, որը նաև փորձում ենք լուծել նաև փոքր եւ միջին ձեռնարկություններին այն հոսանքը 693 դրամը, որը ավել պետք է իրենք ծախսեն, այդ ավելավճարը կվճարի կառավարությունը մինչև խորհրդատվության ավարտը։ Էներգետիկայի նախարար Երվան Զախարյանն ընդունեց այս որոշումից կօգտվեն հիմնականում ծառայություններ մատուցող եւ գրասենյակային ոլորտում աշխատող ձեռներեցները։ Արտադրությամբ զբաղվողները մինչդեռ ստիպված կլինեն էլեկտրաէներգիայի համար ավելի թանկ վճարել։ Հիմնականում փոքր միջին բիզնեսների հիմնական ծախսերի շրջանակները 500-600 մինչև 400 կՎտ դրանք փոքր խանութներ, սրճարաններ, մեծ արտադրական ձեռնարկություններ եւ խոշոր բիզնեսը չի սուբսիդավորվել։ Կառավարության այսօրվա որոշումը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ոչ թալանին նախաձեռնությանը չի գոհացնում։ Ակտիվիստների օրակարգում փոփոխություն չկա։ Վաղվանից կսկսեն քաղաքացիական անհնազանդության ակցիաները թանկացման որոշումը չեղարկելու պահանջով։ Որոշումը մաքսիմում որ կարող է դա ծիծաղ առաջացնել, ինչա նշանակում մինչև 500 կՎտ ծախսողների 250 կՎտ է։ Այսինքն եթե մեկը շեղվեց 1 կՎտ ավել, ինչ չի ընկնելու դրա տակ, այսինքն հերթական հիմար բանն է, որով փորձում են մարդկանց էլի խմբերի բաժանել ու դա իրենց բնորոշ քայլ է, հա, բայց բնականաբար մեզ չի բավարարում։ Չնայած կառավարությունը փոքր ձեռներեցներին սուբսիդավորելու որոշում այսօր է կայացրել, Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության աշխատակիցներն արդեն 1 շաբաթ է նոր պայմանագրերով այցելում են ձեռներեցներին եւ հոսանքից զրկելու սպառնալիքով պարտավորեցնում էլեկտրաէներգիայի համար վճարել թանկ սակագներով։ Փոքր ձեռներեցների ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանի խոսքով Բաշխիչ ընկերության այս քաղաքականությունը դուրս է օրենքի շրջանակից։ Պայմանագրի տակ չստորագրելու դեպքում հեծը չի կարող հոսանքազրկել ձեռներեցներին։ Համաձայն էլեկտրամատակարարման օգտագործման կանոնների TEMOC-ի 33 կետի 3 դեպք այնտեղ նշված, ինչ դեպքերում կարող է հոսանքազրկել, հա։ Առաջի դեպքը դա ինքնակամ, երբ որ տնտեսվարողն է ուզում, երկրորդ դեպքի մասին է խոսքը, երբ որ չի կատարում պայմանագրով եւ այդ սույն կանոններով սահմանված իր պարտականությունը, հա, այսինքն սպառողը։ Հիմա այս դեպքում եթե չկա այդ հավելվածը, նշանակում է նախկին սակագներով եթե կատարում է տնտեսվարողը իր պարտականությունները, ոչ մի ոնց ասում են չեն կարող ինչ որ ձևով իրեն ստիպեն կամ հոսանքազրկեն կամ ինչ որ գործիք իրարան։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունից սակայն Ազատությանը տեղեկացրեցին, հոսանքի թանկացման որոշումը չի բեկանվել, անկախ կառավարության այսօրվա որոշումից բարձր սակագնով վճարելու պայմանագրեր կշարունակեն ուղարկել բոլոր ձեռներեցներին, քանի որ իրենց համար դեռ հստակ չէ, թե ինչ մեխանիզմով է կառավարությունը փոխհատուցելու։